որպես սկիզբ մի համար եմ կարդում, բայց հիմնական համարը հետո կկարդամ։ Որպես սկիզբ ներկայացնում եմ Մատթեոս ավետարանի 11 գլխի 28 համարը, 28-29։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնար ու ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք, որտեղ իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Հիսուսն ասեց. եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Մենք այն մարդիկ ենք, որ եկել ենք Հիսուսին։ Ես խոսում եմ Հիսուսին եկած մարդկանց հետ։ Հիմա Հիսուս իրեն եկող մարդկանց ինչ որ կարդաց, ես հայտարարություն արեց։ Դուք հոգնած եք ու բեռնավորված եք։ Կարող եք ասի, չէ, ես հոգնած չեմ։ Ուրեմն լավ չես ջոկում։ Կամ այսօր կարող է հոգնած չես, վաղը կհոգնես, որտեվ այս կյանքը հոգնեցնող է։ Այս կյանքը մարդու վրա բեռ դնող է։ Հենց որ Հիսուսը գիտի ինչ ասում։ Գիտի, որ մարդը հանգստության կարիք ունի։ Դե բնական է, ոչ թե ինքը ֆիզիկական հանգստություն նկատի ուներ, ինքը հոգևոր, հոգեկան հանգստություն նկատի ուներ։ Դուք լսել եք արտահայտությունները, շատ եմ լսել։ Հոգնել եմ ես հիվանդությունից, հոգնել եմ ես վարկերից, հոգնել եմ ես, չգիտեմ, աշխատանքից, հոգնել եմ ես հիվանդ պահելուց, էլ ինչ ասեմ, լիքը տենց բաներ, ինչ, ընտանեկան խնդիր, հարևանական եւ այլն։ Այսինքն մարդը հոգնելու բաներ շատ ունի։ Ես ում քիչ ավելի հերվից կամ մենք ծնվել ենք այնպիսի բնությամբ ադամական, որը խնդիրներ առաջացնող է։ Մենք Երանի մեղքը չգործվեր, մենք կծնվեինք աստվածային բնությամբ եւ խնդիրներ չեր առաջանա։ Բայց մենք յուրաքանչյուրս ծնվել ենք ադամական բնությամբ, մեր բնությունը խնդիրներ առաջացնող է։ Այն փոքր հասակից մի տարեկան, տարեկան, 2 տարեկան երեխեն, որ նոր հասկացում բան հասկանալ, արդեն նախանձ է երևում է։ Արդեն հպարտությունն երևում է, արդեն եսը, արդեն որոշ հատկություններ երևում է, եւ մեծանալով այդ հատկությունները մեր մեջ միշտ խնդիրներ են առաջացնում։ Նենց որ մենք խնդրավոր էակներ ենք։ Մենք հոգսեր առաջացնող, մենք բեռներ առաջացնող էակներ ենք։ Ուզենք թե չուզենք։ Մենք չառաջացնենք, մեր հետ ապրողները կառաջացնեն կդնեն մեր վրա։ Բայց դե նես չի, որ մենք նրանցից լավ ենք։ Բոլորս էլ խնդիր առաջացնող ենք։ Նենց որ Հիսուս որ ասեց. եկեք ինձի բոլոր հոգնածեր ու բեռնավորվածներ, Հիսուսի խոսքը արդիական է ամեն ժամանակ։ Բոլոր ազգերի, բոլոր դարերի, բոլոր տեսակի մարդկանց համար այս խոսքը ճիշտ է։ Հոգնածներ ու բեռնավորվածներ։ Հիմա այս հոգնած ու բեռնավորվածի համար ուզում եմ մի քիչ էլ ոնց որ պարզեցնեմ։ Բերեք այս հոգնածին խնդիրներ ասենք։ Մենք խնդիրների ենք առնչվում։ Ուզենք թե չուզենք մեր կյանքում խնդիրներ են առաջանում։ Կրկնում եմ, քիչ առաջ ասի, դու չառաջացնես, քո հետ ապրողն առաջացնում։ Ստացվում է, խնդիրը ստացվում է։ Եվ մի հատ կարևոր հայտարարություն։ Մենք տեսնում ենք խնդիրի դժվարությունը։ Բայց լուծումը հաճախ չենք տեսնում։ Տեսնում ենք խնդիրը, բայց լուծումը հաճախ չենք տեսնում։ Եվ մենք տառապում ենք այդ խնդրի մեջ առանց լուծման։ Ինչքան եղել, որ լուծումը չենք տեսնում։ Դրա ելքը չենք տեսնում։ Տանջվում ենք դրա մեջ, տենց էլ չենք կարողանում դուրս գալ։ Հիմա ուզում եմ ասեմ այսօրվա իմ պատգամի կարևորագույն համարը, որ չբացեմ, նենց ասեմ կհավատակ, ուրեմն երկրորդ թագավորաց 14 գլխի 14 համարի երկրորդ բաժինը, երկրորդ թագավորաց 14 գլուխ 14 համար երկրորդ մասը, ինչ երկարը երկրորդ մասը։ Այսպիսի խոսք է ասում. Աստված մարդու հոգին չի առնում, այլ ճամփաները հնարում, միջոցները հնարում, որպեսզի աքսորվածը իրենից աքսորված չմնա։ Նորից եմ ուզում ասեմ, Աստված մարդու հոգին չի առնում։ Այսինքն, մարդը եթե դժվարության մեջ է, այդ չի նշանակում, դրա մեջ էլ պիտի մեռնի։
Աստված չի ուզում մարդը այդ իր խնդիրների մեջ մեռնի։ Խնդիրները մեռնելու համար չեն։ Այլ Աստված միջոցներ է հնարում, այս հնարել բառի վրա եմ կանգ առնելու, որպեսզի աքսորված իրենից աքսորված չմնա։ Այս աքսորված բառի հոմանիշներով ուզում եմ մի քիչ հենց շարունակել, որպեսզի աքսորվածը իրենից աքսորված չմնա, որպեսզի հեռացածը հեռացած չմնա, կորածը կորած չմնա, ընկածը ընկած չմնա։ Ուզում եմ բառերն ասեմ, որ մեր կյանքում շատ ենք հանդիպում, որպեսզի հիվանդը հիվանդ չմնա, որպեսզի տկարը տկար չմնա, լացողը լացող չմնա, մերժվածը մերժված չմնա, մոլորվածը մոլորված չմնա, բեռի տակ լինողը տենց էլ բեռի տակ չմնա։ Եվ այս ցուցակ կարելի է շարունակել, երկար կարելի է շարունակել, այսքան ասի, որ հասկանանք մենք բոլորս այս սրա մեջ ենք։ Ուրեմն միայն աքսորված բառը չի, սրա հոմանիշները գալի կպնում են մեզ, որպեսզի մենք չմնանք այդ հոգսերի տակ։ Հիսուսն ասեց. «Եկեք ինձի բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ»։ Եվ այս երկու բառը ասեմ, որպեսզի հոգնածը հոգնած չմնա, բեռնավորվածը բեռնավորված չմնա։ Դրա համար Աստված, նոր ասեցի, միջոցներ է հնարում։ Ոչ թե փնտրում, այսինքն ոմանք կարող ասեն միջոցները փնտրում, Աստված չի փնտրում։ Աստված հնարում է, Աստված ստեղծագործ է։ Այդպես խնդիր չկա, որ Աստված մտածի, տնած այս խնդիրը ոնց կարելի է լուծել։ Աստված լուծումը ստեղծում է։ Մենք ենք, որ փնտրում ենք ոնց լուծենք, դենց էլ չենք գտնում։ Աստված ստեղծում է լուծումը։ Հասկանում եք, որ Աստված կարող է լուծում ստեղծել։ Այդպես խնդիր չկա, որ Աստված շիվար մնա։ Այդպես վիճակ չկա, որ Աստված չկարողանա։ Ծննդոց 18-ի 14-ում բառացի գրված է. Աստծու համար անհնարին բան չկա։ Սենց մի համեմատություն եմ ուզում անեմ։ Եթե մեկը, ասենք, շատ լավ բժիշկ բարեկամ ունի, իր համար արդեն հիվանդությունը պրոբլեմ չի, ոնց որ կարելի ասես, չէ՞։ Բայց ասենք հիվանդության հարցում չնասելի կարաս հիվանդանաս, այդ հաց բժշկության պրոցեսն անցես, բայց ուրիշ հարցերում արդեն ինքը չի կարող։ Իսկ Աստված բոլոր հարցերի լուծումն ունի։ Բոլոր տեսակի հարցերի լուծումը Աստված ունի։ Այսքան գիտեք ինչի համար եմ ասում։ Ժողովուրդ, մենք ում ենք եկել։ Եկել ենք նրան, ով որ լուծում ունի, ով որ քո խնդրի լուծումը ունի։ Փառք Աստծուն այդ ամենների համար։ Մի քիչ էլ եմ ուզում շարունակել։ Նոր կարդացածս նորից կրկնեմ, Հիսուսն ասեց. «Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգստացնեմ»։ Դրա նման Պետրոսի, առաջի Պետրոս 5-րդ գլխի 7 համարում գրված է, որ ձեր հոգը նրա վրա գցեք։ Ձեր հոգսը նրան տվեք։ Երբ, ինչպես։ Հիմա ես ուզում եմ մի քիչ սենց մտովի առաջ եթանք։ Եթե մեկը գալիս աստեղ, հոգսաշատ, եւ ստեղից վերադառնում է նույն հոգսաշատ, ինչ ասենք այդ մարդուն։ Եթե մեկը հոգսերով եկել աստեղ, հոգսերով էլ վերադառնում է։ Խնդիրներով եկել է, խնդիրներով վերադառնում է։ Ինչ ասենք այս մարդուն։ Հիսուսն ասեց. «Եկեք ինձ, ես ձեզ կհանգստացնեմ»։ Պետրոս միջոցով ասում է. «Ձեր հոգսերը ինձ տվեք»։ Բայց այդ մարդը եկել է, իր հոգսերը չի տվել նրան։ Դե ես չգիտեմ, չեմ ուզում ասեմ Հիսուսին չի եկել, բայց նույն ձևով վերադառնում է։ Այսօր ուզում հայտարարեմ. եթե եկել ես Հիսուսին եւ վերադառնում ես նույն ձևով, ստե մի խնդիր, քո խնդիրը ավելանում է։ Հոգսերի դուրա մի հատ էլ հոգս ես բերում, մի հատ էլ հոգսա պաշտամունք է թալը, մի հատ էլ հոգսա աղոթել է։ Ես բարիս բունում մի աստով ասում, շատերի համար աղոթելը հոգս է։ Բայց այսօր ուզում եմ հայտարարեմ, եթե դու այս խոսքի մեջ մնաս, եթե դու քո հոգսերը տաս Աստծուն, եթե աղոթքի ժամանակ քո հոգսերը տաս Աստծուն, աղոթքից հետո դու առանց հոգսի պիտի լինես։
աղոթից հետո դու թեթևացած պիտի լինես։ Այսինքն աղոթքը ոչ թե քո համար մի նոր հոգս պիտի լինի, այլ աղոթքը հոգսից ազատում պիտի լինի։ Աղոթքը քո համար բերկրանք պիտի լինի, աղոթքը քո համար ազատություն պիտի լինի։ Դու պիտի միշտ վազես աղոթի, որովհետև աղոթից հետո դու ազատ ես, աղոթից հետո դու նոր մարդ ես։ Եթե այդպես չի, ուրեմն մինչ հիմա ճիշտ չես աղոթել։ Ուրեմն հավատքով չես աղոթել։ Եթե դու իսկապես հավատում ես այս խոսքերին, եթե քո աղոթքի մեջ քո հոգսերը տվել ես Հիսուսին, ուրեմն դրանից հետո դու պետք է ազատ լինես։ Եթե չէ ուրեմն չես տվել, կամ չես հավատում, որ Հիսուսը ճիշտ է ասում։ Եթե դու եկել ես պաշտամունքի եւ քո հոգսերը չես թողել այստեղ եւ թեթևացած գնտուն, ուրեմն դու չես տվել։ Ես հիշում եմ իմ նոր ժամանակ, ես ասում եի ամեն մի պաշտամունքի մասնակցել, ոնց որ մարդ թազանա, մեր ջուղի լեզվով է ասում։ Հիմա չեմ ասում թազանա, գոնե հոգսերից ազատվի։ Մարդը թեթևանա։ Այս խոսքը շատ եմ լսել, մարդիկ, որ եկել են պաշտամունքի, ասել են, ես թեթևացա։ Երանի մենք ամեն անգամ թեթևացած գնանք։ Փառք Աստծուն ամենների համար։ Այսքան ինչի համար եմ ասում, որովհետև այն Աստված, որին մենք եկել ենք, այն Աստված, որը մեզ կանչը ընտրել է, նա միշտ լուծում ունի։ Եվ դրա համար էլ մեզ կանչում է, Հիսուս դրա համար էլ այս եկեք, ես ձեզ հանգստացնում, այսինքն ես չեմ ասում, եկեք նույն ձևով գնացեք, կամ չգիտեմ ինչ պետք է վճարեք, որ ես լուծում տամ, չէ, վճարել պետք չի։ Պարզապես հավատա, որ նա քո քեզ սիրող հայրն է։ Նա չի ուզում դու հոգսերի տակ մնաս։ Նա չի ուզում դու բեռների տակ մնաս։ Նա ուզում է քեզ ազատի։ Մի քիչ եմ ուզում շարժվենք առաջ։ Նմանատիպ միտ գրված է Փիլիպեցիների թղթում, Փիլիպեցիների 4-րդ գլխի մեջ։ Ես ուզում եմ կարդա։ Բայց մինչև կարդալս մի քիչ էլ սենց խոսքս հասցնեմ սրան։ Նաև այս վիճակը կա։ Մարդը հոգսերը ասենք թե ճիշտ է բան անում, հոգսերը տվեց Հիսուսին, մինչև հաջորդ գալը նորից հոգսերով բեռնավորվում է։ Ազատ չի պահում իրան։ Ոնց որ հիվանդը բժշկվի, եկավ դու նորից հիվանդանա։ Ես մարդիկ գիտեմ, որ բժշկության պարգև ունեցա, որ գալիս է, ինչքան բժշկության պարգև որ գալիս է, այդ մարդը գալի բժշկվում է։ Այսինքն միշտ հիվանդ է։ Այսինքն միշտ հիվանդանում է։ Հիմա, որ հոգսերը տվեցիր Աստծուն, արժի նորից հոգս վերցնել։ Չարժի ազատ մնաս։ Ավելի լավ չի հոգսերդ, որ տվեցիր, էլ հոգս չվերցնես։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլխի մեջ գրված է։ Ասում է, նույնիսկ ուտելու եւ խմելու համար էլ հոգ մի արեք, թե ինչ եք ուտելու, ինչ եք խմելու։ Դու Աստծո թագավորությունը փնտրի, մնացած բաները քեզ կտրվեն։ Բայց եթե ինչ ասեմ, այսօր հոգսով եկել ենք, հոգսը տվեցի գնացի, մի օր հետո կամ մի քանի ժամ հետո նորից նույն հոգսաշատ մարդն եմ։ Նույն բեռնավորված մարդն եմ, սա նորմալ չի։ Դրա համար այս Փիլիպեցիների թղթի 4-րդ գլխում գրված է մեր հետագա անելիքը։ Թե հետո ինչ անենք։ Ուզում կարդամ 4-րդ համարից, Փիլիպեցիների 4:4-ից, շատերը էսի անգիր գիտեն։ Ուրախ եղեք Տիրոջմով ամեն ժամանակ, դարձյալ կասեմ ուրախ եղեք։ Ձեր քաղցրությունը, ուրիշ թարգմանության մեջ ասում է ձեր հնազանդությունը, բայց ես ավելի լավ եմ համարում։ Ձեր քաղցրությունը ամեն մարդու թող հայտնի լինի, Տերը մոտ է։ Որևէ բանի համար հոգ մի անեք, ապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով, գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծուն հայտնի լինի։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտեր ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանի։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ ինչ գովություն որ կա, նրանց մասին մտածեք։ Ես այս մասին էլ եմ խոսել շատ անգամ, բայց այսօր ոնց որ ուզում էլի խոսեմ։ Ուրախ եղեք, միշտ ուրախ եղեք, ձեր քաղցրությունը բոլոր մարդկանց հայտնի լինի։ Ով է ուրախ լինում։
Հոգսաշատ մարդը չի կարող ուրախ լինի։ Բեռնավորված մարդը չի կարող ուրախ լինի։ Դու ինչ ժամանակ կարող ես ուրախ լինես, երբ որ քո հոգսերը վերցված են քո վրայից։ Երբ որ վարկերից ազատ ես արդեն, գներեք վարկը որպես օրինակ բերեցի։ Երբ որ հիվանդությունից էլ բժշկված ես արդեն, ես էլ օրինակ բերեցի։ Բայց շատ տարբեր հոգսեր կան։ Շատ տարբեր են մտածելու բաներ կան։ Տեղ այդ բանակում արդեն քո համար բանա մի հատ հոգսի սարա։ Կամ երեխեդ Ռուսաստանում ապրում, քեզից հեռու է հոգսի սարա եւ այլն։ Բայց եթե քո հոգսերը տվել ես Աստծուն, դրանից հետո քո մեջ ուրախություն դիլնի։ Եվ ձեր քաղցրությունը բոլոր մարդկանց հայտնի, այսինքն դու ում հետ շփվում ես, այս մարդիկ քո մեջ դառնություն չտեսնեն։ Որտեղ գիտեք, հոգս ունեցող մարդը, ում հետ խոսում է, իր հոգսերը չի կարող թաքցնի։ Ոնց որ դնի նրա վրա։ Ինքը տխուր ասում են նրան էլ տխուր ճամփը դնի իր մոտից։ Տեսել եք այս բան։ Մեկը բարկացածա դիմացի մարդու, ասենք այնքան այդ իր բարկության մասին խոսում, որ դիմացի մարդն էլ բարկացած գնա այնտեղից։ Մեկը բամփասողա դիմացի մարդուն պարտադրում ներքաշի բամփասանքի մեջ։ Թող մարդիկ միայն քեզնից քաղցրություն տեսնեն։ Ոչ մեկը չիմանա, որ դու հանկարծ հոգս ես ունեցել։ Իսկ հոգսի հետ ո՞նց անես, ստեղ մի հատ ցուցակ էր գրված։ Ուրեմն աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ քո խնդրանքը Աստծուն հայտնի լինի, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, բայց ինչպես։ Քո խնդրանքը ո՞նց ես տալի Աստծուն, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով։ Ֆիզիկապես որ վերցնեմ ասեմ առ, այլ բառերով դու պետք է ասես։ Բայց աղոթ նշանակում, այսինքն դու Աստծուն ես ուղղում, ոչ թե հենց այնպես մեկին ասեմ Աստծուն եմ ասել, չէ, հենց անձամբ Աստծուն աղոթքով դու ասես։ Գոհությունով, նաև գոհություն են բանի համար, որ հավատում եմ, որ դու լուծումն ունես։ Հավատում եմ, որ դու լուծումը կտաս, դու իմ համար հոգացող հայր ես։ Ժողովուրդ, ընդհանրապես բառերը Աստծուն բավական են, բայց հավատքով բառերը։ Ուրեմն աղոթքով հանձնի Աստծուն եւ դրանից հետո շատ կարեւոր նախ Աստծո խաղաղությունը գա քո մեջ եթե դու հավատում ես եւ դրանից հետո քո միտքը մաքուր պահի այստեղ ասում է քո միտքը ինչ մտածես ինչ որ ճշմարտությունով է պարկեշտությունով արդարությունով մաքրությունով սիրով բարի համբավով առաքինությունով եւ գովությունով քո միտքը տենց մաքուր պահի հիմա մի հատ էլ օրինակ համար ասեմ եւ խոսքս ամփոփեմ Հռոմայացիների 14-17-ում գրված է Աստծո թագավորությունը կերակուր եւ խմելիք չի այլ արդարություն խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով Կարծում եմ բոլորդ գիտեք մենք եկել ենք որպես Աստծո թագավորության անդամներ Այսինքն ովքեր եկել են Հիսուսին Հիսուսը ուխտ արեց Այս ես էլ ձեր թագավորություն եմ ուխտ անում իմ հոր թագավորությունը կամ հենց գիծ ասես ապաշխարեք որտեղ երկնքի թագավորությունը մոտեցել է մենք ապաշխարելով մտել ենք Աստծո թագավորության մեջ դու Աստծո թագավորության մաս ես դու Աստծո թագավորության անդամ ես հիմա Աստծո թագավորության մարդը ինչ վիճակ պետք է ունենա Աստծո թագավորությունը կերուխում չի Աստծո թագավորությունը ճոխ հակնել ճոխ ավտո չի Աստծո թագավորությունը արդարություն, խաղաղություն եւ ուրախությունը։ Հիմա ասում մի քիչ սրա մեջ շարունակեմ։ Արդարության մասին չեմ ուզում ասեմ, որովհետեւ բոլորը իրանց արդար են տեսնում։ Բայց խաղաղության եւ ուրախության մասին ուզում ասեմ։ Դու կարող ես քննել։ Ունես թե չունես։ Այդ օրը դեռ կարդացինք, չէ՞։ Ուրախ եղեք, միշտ ուրախ եղեք, այդ աղոթից հետո էլ Սուրբ Հոգու խաղաղությունը թող տիրի քո սրտի մեջ։ Եթե ուրախ չես եւ Սուրբ Հոգու խաղաղությունը քո սրտի մեջ չի, ուրեմն կասկածի Աստծո թագավորության մեջ ես թե չէ։ Աստծո թագավորության մեջ լինողը ուրախություն եւ խաղաղություն պետք է ունենա Սուրբ Հոգով։ Սիրելի Աստծո մարդ։ Քո կարողությունը բավական չի, որ դու այդ խաղաղությունն ունենաս։
Առանց Սուրբ Հոգու ներգործության դու չես կարող այդ խաղաղությունն ու այդ ուրախությունն ունենաս։ Աշխարհի մարդը, եթե խաղաղություն նշանակում է իր գործերը լավ են խաղաղ, հենց գործերը մի քիչ խառնվեցին, էլ խաղաղ չի։ Գործերը լավ են ուրախ, հենց խառնվեցին ուրախ չի։ Բայց Աստծո թագավորության անդամը մեր խաղաղությունն ու ուրախությունը կախված չի արտաքին իրավիճակներից։ Արտաքին իրավիճակները ինչպիսին էլ լինեն, մեր ներսում խաղաղությունն ու ուրախությունը կա, որովհետև դա Սուրբ Հոգուց է։ Սուրբ Հոգով դու կարող ես խաղաղ եւ ուրախ լինես, ոչ թե կարող ես պարտավոր ես, տենց է։ Ուրեմն քննենք մեր անձերը։ Մի քիչ էլ եմ ուզում առաջ գնամ, արդեն էլ չեմ կարդալու, օրինակ եմ ուզում ասեմ։ Այս մի 2 ամիս մեր ավտոն լավ չէր աշխատում։ Մի կերպ էր քշվում։ Այդ մի կերպ քշվելով դրա համար Երևան չէինք կարում, եթե ինքս է Հրազդան մեջ էլի, որ կայներել մեր քաղաքի մեջ եւ այլն։ Եվ ինչ էր պետք, մասնագետի մոտ տանել։ Մասնագետը կսարքեր այդ, նախ մասնագետը հայտնաբերեր ինչից է, երկրորդն էլ կսարքեր, թե կփոխեր, դա արդեն ինքը գիտե։ Դրա վրա դիտեք մի հայտնություն եմ ստացել։ Շատերի հոգևոր կյանքը փչացած ավտոյի նման է։ Հոգևոր կյանքը նորմալ չէ դեմ առաջ։ Մի կերպ ես յոլա հետ։ Մի կերպ հոգևոր ես։ Չքշվող հոգևոր ես։ Դե որ ասի չքշվող, մի քիչ կներեք կարող է բառը լավ չասի, բայց լավացնեմ։ Աստված ուզում է քեզ գործածի, չի գործածում։ Աստված քեզ տեղ ուզում ուղարկի, չես կարում գնաս։ Աստված քեզ մի հանձնարարություն է տալի, չես լսում Աստծուն։ Եվ այլն եւ այլն։ Ուզում ես դու էլ մի բան անես, չես կարում։ Նույնիսկ աղոթել ես բեռա քո համար։ Պաշտամունքի գալը բեռա քո համար։ Էսի նման է չքշվող ավտոյի։ Հիմա ավտոյի մասնագետներ կան, բայց քո հոգևոր կյանքի մասնագետը միայն Աստված է։ Այս վերջի երկի մեջ կարդացինք, մեր ելքն ես։ Ելքը տալիս է միայն Աստված։ Նենց որ քո հոգևոր կյանքը բեր մասնագետի մոտ։ Միակ մասնագետը Աստված է։ Եվ նա լուծում ունի։ Նա կարող է նոր սիրտ տալ, նոր թոք տալ, նոր օրգաններ տալ, նոր վիճակ տալ, եւ ես գիտեմ, շատ եմ տեսել, որ տվել է։ Աստված կարող է այն անել, որ ոչ մի մարդ չի կարող անել։ Աստված կարող է այն անել, որ դու կերազեիր այդ բանը։ Առանց երազելու բեր Աստծուն եւ կստանաս։ Նենց որ մի քիչ էլ էս ավտոյի օրինակը շարունակեմ, ասենք այդ մեր փչացած ավտոյով ասի Երևան չենք կարող գնայինք։ Եթե պետք կլներ, ասենք մի հատ երկար ճանապարհ, մենք արդեն այդ երկար ճանապարհին անպիտան էինք։ Մեր ավտոն անպիտան էր։ Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, շուտով մենք երկար ճանապարհ ենք գնալու հոգեորապես։ Շուտով մենք պիտի փորձություններով անցնենք եւ հափշտակվենք։ Դա շատ մոտ է։ Ավտոցարքի։ Քո հոգևոր կյանքը բեր այն վիճակին, որ դու կարողանաս գնալ։ Եթե դու մի կերպ ես գալի պաշտամունքին, մի կերպ ես աղոթում, մի կերպ ես քո հոգևոր կյանքը քաշ տալի, հափշտակության օր ինչ ես անելու։ Երբ որ փորձությունները գան, ինչ ես անելու։ Երբ որ դու պետք է քննություն հանձնես, ինչ ես անելու։ Հիմիկվանից քո հոգևոր կյանքը բեր նորմալ վիճակի մեջ։ Ինչպես բերես։ Տուր Աստծուն։ Քո հոգսերը տուր Աստծուն։ Աստված ես ասում, ուրիշ բան չի ասում։ Քո վրա բեր չի դնում, ճիշտ հակառակ, քո բերը ուզում է վերցնի։ Ճիշտ է ինքը մի փոքր բեր դնելու է, Քրիստոսի թեթև բերը։ Իմ լույսը քաղցր է եւ իմ բերը թեթև։ Բայց այն մեղքերի բերը, որը մենք քաշում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, դա Աստված վերցնելու է մեր վրայից։ Այդ բերով դու չես կարող երկար տեղ գնաս։ Երբ որ դժվարություն եղավ, դու չես կարող դիմանաս։ Ինչի չես կարող, որովհետև հոգսն ու բերը քեզ խեղճացրել են։ Բայց երբ որ այդ հոգսից ու բերից դու ազատ լինես, դու կդիմանաս, դու կհաղթահարես, սատանան քո վրա չի կարողանա։ Դու չես կոտրվի, դու արագ կսլանաս։ Սատանան քո հետևից չի հասնի, ես էլ ասեմ։
եւ դու կհապշտակվես եկեղեցու հետ։ Բայց դրա համար մի թող վերջի օրերին, որովհետեւ դու շիտես վերջի օրը երբ է։ Հիմիկվանից քո հոգսերը դուր Աստծուն։ Այնքան պարզ է, հոգսերը դուր Աստծուն։ Ֆիլիպեցիների 4 գլխի մեջ աղոթքով, աղաչանքով, գոհությունով, աղաչանքով որն է։ Մի անգամ տվեցիր, լավ չստացվեց, լավ չկարեցար տայիր, աղաչանքով դուր, գոհությունով դուր, բայց դուր Աստծուն։ Ես բանակի տղի օրինակը ասեմ։ Ասենք տղեդ բանակում է։ Ես էլ եմ բանակում տղա ունեցել։ Սովորական են ամենապարզ տրամաբանությամբ, ոչ իմ ձեռն անդեղ հասնում, ոչ իմ ձայնն անդեղ հասնում, ոչ մի բան չեմ կարող։ Ինչ անի Աստված դե անի։ Դրա համար ես աղոթում եմ Աստծուն իմ տղի համար եւ իմ կյանքը ես այդտեղ նորմալ ապրում եմ։ Բայց եթե աղոթեմ, բայց դարդու ցավի մեջ մնամ, ուրեմն ես բերս չտվեցի Աստծուն։ Իսկ մարդ գիտեմ, որ տղեն բանատեր ծառայում, գնաց այդ չաստիկով տուն վարձեց, ոչ տղի բանակ ծառայելու ժամանակ այդ վարձով տանը ապրեց, որ տղին մոտիկ էլի, չգիտեմ։ Տղս շատ ծառայեց, տղեն թե մենակ այդ բանակում էր ծառայում, ինքը դրսում էր ծառայում։ Ուզում ասեմ, ուզած չուզած բաներ կա, որ դիտաս Աստծուն։ Բաներ կա, որ դու ես հասկանում, եթե Աստված չպահի, դու չես կարող։ Եթե Աստված չանի, դու չես կարող։ Եթե Աստված չկառուցի, դու չես կարող։ Եթե չես կարող, ինչի դրա տակ դու ճզմվես։ Ինչի դրա տակ դու չկարողանաս շարժվել։ Դուր Աստծուն։ Դուր Աստծուն եւ ազատ զգա։ Հավատա, որ Աստված քեզանից ավելի լավ կպահի։ Հավատա, որ Աստված քեզանից ավելի շատ հնարավորություն ունի։ Ես որ ասում մենակ տղի համար չէ, բոլոր քո հոգսերի համար։ Ամեն ինչի համար։ Քո հոգսը դուր Աստծուն։ Դու կարող ես առանց հոգսի։ Իսկ առանց հոգսին գիտեք որն է։ Օրինակ փոքր երեխան, 2 տարեկան երեխան առանց հոգսի ապրում։ Հենց Աստված ասում է տենց ապրի։ Երեխան չի սովածանում, սովածանում է։ Եվ երբ որ սովածանում ենք, չի մտածում որտեղ է դա աշխատի փող վաստակի։ Ինքը պարզապես ծնողին է ասում։ Ասել չլսի, լացալ։ Դրա համար ասում է աղոթքով եւ աղաչանքով, ասենք մեկ-մեկ էլ լաց եղի, ոչինչ։ Բայց դու նրան ասա, դու նրանից սպասի, քո լուծումը միայն նրա մեջ տես։ Երեխան իր ամեն հարցի լուծում միայն ծնողի մեջ է տեսնում։ Ստեղ մի փոքր բան էլ ասեմ։ Պատկերացրեք երեխան լավ 2 տարեկան երեխան չէ, երկրորդ դասարանի երեխան։ Ծնողից դե ծնողը իրան, ասենք, ջերակրով, հագուստով ամեն ինչով ապահում է, գրենական պիտույքներով եւ այլն։ Բայց երեխան անդադ փող ուզի ծնողից։ Ծնողը չի հարցնում ինչի համար։ Եթե դու ինձանից ես քո ամեն ինչ ապահովում, եթե դու փող ես ուզում, նշանակում է դու ուրիշ բաներ ես ուզում։ Քո կյանքում ուրիշ բաներ էլ կան, որոնք ես չէի համաձայնվի։ Իսկ մեկ-մեկ մենք Աստծուց միայն մեր հոգսի բավարարումը չէ։ Ասում ենք չէ, ինձ հնարավորություն տուր ոչ աստվածային բաներ անելու։ Դե պարզ է այդ երեխեքը դպրոցականները փող ուզեն, կարող է մարոժը փող ուզեն, բայց դա ծխախոտ առնեն։ Եվ ցավոք շատերը տենց էլ անում են։ Ժողովուրդ, Աստված մեզ ամեն ինչով բավարարում է։ Աստծուց դուրս մենք որևէ բանի կարիք չունենք։ Ես չեմ ասում փող մի ուզի, Աստված տալիս է, փառք Աստծուն, բայց Սուրբ Հոգով առաջնորդվի։ Թող Սուրբ Հոգին քեզ տանի, ուր որ պետք է տանել։ Սուրբ Հոգին քեզ աճեցնի, ինչպես պետք է աճեցնել։ Սուրբ Հոգին քո կյանքը դասավորի, ինչպես պետք է դասավորել։ Եթե դու Սուրբ Հոգուց դուրս ուրիշ մի բան ես ուզում, զգուշացի, այդտեղից հոգս է գալի, այդտեղից բեռ է գալի, դու նորից բեռնավորվում ես։ Բեռները գալիս են, երբ որ անաստվածային բաների մեջ ես լինում։ Հոգսերը գալիս են, երբ որ անաստվածային բաների մեջ ես լինում։ Եթե դու Սուրբ Հոգով ապրես, դու առանց հոգսի, առանց բեռի երեխու նման կապրես։ Ով սարեր, մանկությունս հետ բերեք։ Բայց սարերը չեն հետ բերելու, Աստված է հետ բերելու։ Աստված քեզ երեխու պես կպահի։
Եվ Աստված ասում է արծիվի թևերով քեզ կտեղափոխեմ։ Միայն թե հավատա Աստծո խոսքին։ Աստված լուծում տվող է։ Աստված լուծում ստեղծող է։ Աստված հոգսից չի վախենում, բայց մենք հոգսի տակ ճզմվում ենք։ Աստված չի ուզում սենց լինի։ Ուրեմն եկեք Հիսուսին, ձեր հոգսերը նրան տվեք եւ եղեք ուրախ, եղեք քաղցր, եղեք խաղաղ, եղեք Սուրբ Հոգով առաջնորդված։ Եվ միշտ թող ձեր մեջ արդարությունը, խաղաղությունը եւ ուրախություն լինի, այս ապացույցը, որ դու Աստծո թագավորության մեջ ես։ Եթե սա չկա, ուրեմն զգուշացի։ Մի օր կարող Աստծո թագավորությունը գնաց, դες դու մնաս սատանայի թագավորության մեջ։ Բայց եթե Աստծո թագավորության մեջ ես, ամենաուրախը է, ամենալավ վիճակը է դա։ Աստծո օրհնություն ձեր վրա։ Եկեք ոտքի կանգնենք։ Հիմա այսքան խոսքը, եթե դուք լսեցիք, եթե դուք ընդունեցիք, հենց հիմա ձեր բոլոր հոգսերը տվեք նրան։ Ինչպես? Պարզապես աղոթքով։ Պարզապես հավատքով, որ նա ձեր համար կհոգա։ Պետրոսի թղթի մեջ ասում է, ձեր հոգսերը նրան տվեք, որտեղ նա ձեր համար կհոգա։ Նա սիրող հայրը ձեր համար կհոգա։